Նույն կաթողիկոսի հետ կապված հարցը։ Բոլորս գիտենք, բոլորս գիտեինք, որ ոչ մեկը չի ասում եմ էլի դե, որ ոչ մեկը չի պահպանել կուսակրոնությունը եւ շատ էլ լավ արել որ չի պահպանել, դա իմ անձնական կարծիքն է։ Հետևաբար դա գիտի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Մի րոպե, մի վարքյան, մի վարքյան, Ամերտ ասում եմ, բոլորը գիտեն ինչ փաստեր ներկայացնելու մասնախոս։ Ապեր բոլորը գիտեն այդ մասին։ Բոլորը գիտեն, որ դա այդպես է։ Ինչու է հիմա Փաշինյանը։ Հիմա մի րոպե հարցս, միտքս ավարտեմ։ Հա, եւ հետեւաբար, եթե բոլորս գիտեն նաեւ Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում որտեղ է սա ճարելու կաթողիկոսի համապատասխան կերպար։ Որտեղ է սա։ Մի րոպե, 7 տարի առաջ գիտեինք։ Բայց այդ մասում նպատակային օգտագործում։ Այդ դեպքում որտեղ է սա ճարելու կաթողիկոսի այսպես կոչված իր երազած տիպարը, որտեղ է ճարելու այն արքեպիսկոպոսներին, եթե ճիշտ եմ հասկանում, ովքեր պիտի ընտրեն այդ կաթողիկոսին, որոնք պահպանել են այդ ամեն ինչը, չկա տես բան, նշանակում է իր նպատակը, եկեղեցուն, եթե ոչ ոչնչացնելն է, գոնե հնազանդեցնելն է, որը շատ վատ է։ Անհապաղ ազատել կաթողիկոսը։ Ինչ կարծում ինչ կարող է անել պարոն Աղազյան, քանի որ նաև իր նախկին թիմակիցն է, գուցե նաև տրամաբանական։ Ես կարծում եմ, որ որևէ բան չի կարող անել, որովհետև ես նախ առիթներ եղել խոսել ենք ես իմ վերաբերմունքը կրոնի հանդեպ ընդհանրապես եկեղեցուն ընդհանրապես, բայց ես գիտեմ, որ եկեղեցում կան շատ ուժեղ պատրաստված անհատներ, այդ մակարդակի անհատներ, որոնք պետք է ասենք ցույց տան, որպեսզի որևէ մեկը իր քիթը խոթի եկեղեցու գործելին։ Քաղաքացիական բախումներ արդյոք չլինի, պարոն Աղազարյան, քաղաքացիական բախումներ, որովհետև ըստ էության Փաշինյանը կոչ է անում, որ հավատավոր ժողովուրդը դուրս գա պայքարի եւ հեռացնի կաթողիկոսին։ Կարող է հասնի այդ հանգամանքին, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Εμείς թևին մյուսները կարող պատահի կոչանեն, εμείς թևին կարող է, ես չգիտեմ, կարող պատահի խոհեմելեն չանեն, այդ ամեն ինչը չանեն, բայց ինչպես մի անգամ վերջերս ասեց Էդմոն Մարուկյանը, շատ տարօրինակ է այն համընկնումները, տեսեք հասնում եք ասեք 7 տարի առաջ չգիտեք, շատ տեղին հարց է, բայց իհարկե 7 տարի առաջ չգիտեք, 6 տարի առաջ, 5 տարի առաջ, երբ որ այսօր է տեղի ունում, արդեն սարսռում ես, անհանգստությունից սարսռում ես, որ սա հետևում ինչ-որ բան է թաքնված, որ կարող է պատահի տեղի ունենա եւ հետո մենք արդեն Ադրբեջանը Պատահական չի Նիկոլ Փաշինյանի այս ոչ Դա հիմքում գտեն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետականորեն պետություն իշխանությունը չի զբաղվելու Արցախի խնդրով։ Ինչի հետ ես կներեք նվաստս միանշանակ համաձայն եմ, բայց թույլ չտալ եկեղեցուն զբաղվել այդպիսի խնդիրներով, որը հենց եկեղեցու, այսինքն սկզբունքներից մեկն է մարդկանց իրավունքների պաշտպանության, ընդ որում կարող է պատահի նաև եկեղեցին հայ առաքելական եկեղեցի պաշտպանի մուսուլմանական ինչ-որ մի խմբի, ինչ-որ մի էթնոսի շահերն պաշտպանի մարդկային արժեքի համակարգից ելնելով։ Այստեղ էլ պաշտպանում է Ղարաբաղցիների շահերը, Ղարաբաղցիների մեր հայրենակիցների իրավունքը։ Բա պիտի անի։ Այսինքն Փաշինյանը Բա պիտի անի, անան կարծում եմ։ Համաժողովն է եղել։ Այո, հա։ Այո, դա։ Դուք կարծում եք իրենց չկարողանում։ Չէ՞ կարող այդքան համակրումներ լինել։ Այսինքն Փաշազադե Երեխեք հարց եմ ուզում տալ մի ժամանակ։ Պարոն Աղազարյան, որ դուք ասում եք, որ բոլորս գիտենք վեհապարի հետ կապված կողմ։ Վեհապարի հետ կապված չէ։ Բոլորս գիտեինք, որ եկեղեցականները կուսակրոն չեն պահում կուսակրոնությունը։ Գիտեք, ինչ եք տեսել։ Ոստիվ ես տղամարդ եմ էլի, գիտեք ինչ, կներեք էլի։ Պարոն Աղազարյան Մակարդակի է։ Ենթադրության իհարկե, բայց համոզվածության կաշտիճանի ենթադրություն էլի, ոչ թե ասենք այնպես ապրիորի, հետո գիտեք ինչ, ասենք կուսակրոն։ Այդ կուսակրոնությունը ինչ-որ ժամանակից հետո են, չէ՞ ընդունում։ Ասենք մեկը կարող է պատահի կուսակրոնություն ունենի 30 տարեկանից։ Բա միջև այդ կուսակրոն չէր։ Հետո դառավ կուսակրոն։ Նշանակում է կուսակրոնությունը ես նվաստես, որ չեմ եղել, չեմ հանդիսանում եսիմի քրիստոնյա մակարդակի հավատացյալ, ես հասկացել եմ հետևյալ ձևով, որ չամուսնանան այդ մարդիկ, չամուսնանան, որպեսզի ազատ լինեն իրենց բաների մեջ, ասենք կուսակրոնության հենք հենց խախտված է, եթե այդպես նայենք, կուսակրոն, եթե ճիշտ եմ հասկանում, կույզ բառի մասը
Խախտված է եղել, եւ որ հետո որոշ ժամանակ հետո է դառել, չէ՞ կուսակրոն։ Ուզում է այդ բանը չի պահպանված եղել։ Հետևաբար կուսակրոնությունը ես ինքս հասկացել եմ այն կոնտեքստում, որ չպիտի ամուսնանա, տարաբերված չլինի այդ հոգսերով, որպեսզի ազատ լինի ծառայելու իրաց Իդեպ դրա հետ կապված են որովհետև եթե մենք գնանք դարերի խորքից եւ գանք, մետա հաշվենք, տենանք քանի հոգի մենք ունեցել ենք այդ մակարդակի հոգեվորականներ, որոնք իհարկե բոլորս գիտենք, որ կրթված, զարգացած, ուժեղ նաեւ եւ այդ հազարավոր մարդիկ, ասենք պատկերացնում եք, սերունդ տված չլինեին։ Մենք հիմա որպես պետություն կարող չլինեինք եւ մենք չպիտի անդանդստենք, լացենք, լալկանք, հայրենիք են գտել, ես ենք արել, են ենք արել։ Մենք են քիչ ժողովրդների մեջ ենք աշխարհի, որ հազարամյակներ առաջ պետություն ունեցել, եւ այսօր պետություն ունի եւ մենք սրանով պետք է հպարտանանք եւ ուժեղանանք։ Պարոն Աղազարյան, շատերը համեմատում են, ասում են, որ եթե ժամանակին թույլ չտային, որ Փաշինյանը փոխրեր ձեր SMS-ները եւ ձեր անկողին մտներ, դա չէր կրկնի վեհափառի հետ, համաձայն եք այդ դիրքորոշմանը։ Դե գիտեք ինչ, հա, նաեւ այս հարցեր կա, էլի, իսկապես տեղին հարցը, ասենք եթե ինչ-որ մեկը խախտել է իր սկզբունքները խախտել է, ինչ-որ պայմանական սկզբունքները խախտել է, այստեղ բարոյականության հարց է դրվում, բայց որն ավելի բարոյական, այդ անգամ անբարոյական, այդ հանգամանքն ավելի անբարոյական, թե այն հանգամանքը, որ դու մտնում ես մարդու անձնական կյանքի մեջ։ Այսինքն ես մի առիթով ասեմ, հիմա այս լայն, այսպես կոչված բանով կօգտվեմ առիթից եւ կասեմ նորից նույն միտքը, մոտավորապես։ Եթե հատուկ ծառայությունները կապ չունի ինչ եղանակով իմ զուգընկերուհու կրսկալի միջից հանել են փաստաթուղթ կամ կհանեն փաստաթուղթ, որը իր մեջ կկրի ինֆորմացիա պետական անվտանգության կրելու իմաստով, ես օքեյ եմ։ Ընդ որում կրսկալը հակած վիճակում։ Ես օքեյ եմ։ Իսկ եթե հատուկ ծառայությունները եւ որևէ մեկը սա դրանքներ անում, նախապատրաստում է այդպիսի բաներ եւ տեղադրում է այս կամ այն վայրերում եւ հետո գտնում է հայտնաբերում է, ապա հարամ բռնի դաս դրած։ Զուգընկերուհու ասացի, պարոն Աղազարյան։ Պարոն Հակոբյան, Դրա հետ կապված էլ կային հակասական տեղեկություններ, որ Չէ, ուզում ասեմ, զուգընկեր է, ոչ թե զուգընկերուհի է։ Ուրեմն Եվրոպա չի գրում, ասենք թե զուգընկերը ի՞նչ տարբերություն։ Ինչ կապ ունի դա։ Բանը շուտի հարց է տալիս։ Աղազարյան, ես ճիշտ հասկացա, դուք եւ պարոն Ասլանյանը դեմ եք լինելու այդ ինքնին։ Մենք դեմ չենք լինելու, ինչպես մեկին, որ սկսել է պատեվ ունեմ խմբակցությունը։ Մենք չենք սատարելու։